Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Տավուշի մարզի Խաչարձան համայնքը զարգանում է տարբեր ուղղություններով։ Այս թողարկմանը կանդրադառնանք համայնքում իրականացրած ծրագրերին։ Մեղվաբուծությունը աշխատանքի նոր ուղղություն է դարձել Խաչարձանի բնակիչների համար։ Արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ նոր մեղվափետակներ են տրամադրվել Խաչարձանի բնակիչներին։ Մանրամասները տեսանյութում։ Ընդհանրապես հետը պետք է շատ նուրբ վարվես, եթե մի փոքր ասենք ագրեսիվ ես լինում կամ ձայն ես ասենք շրջանակը բարձրացնելուց խփում ես մեղվափետակին եւ այլն, մեղուն դրանից գազազում է ու փորձում է ոնց որ կծել էլի։ Խաչարձանի բնակիչ Յուրան արդեն լավ ուսումնասիրել է մեղուների կյանքն ու վարքը։ Թե չէ ոչ աշխատանքը կստացվեր, ոչ էլ մեղր բաժին կընկներ իրեն։ Սկզբում այնքան էլ հեշտ չէր, բայց հիմա իր գործի գիտակն է։ Մեղվանտանիքներին էլ մեկը մյուսից հեշտությամբ տարբերում է։ Այս մեղվանտանիքը իմ ամենաակտիվ մեղվանտանիքն է։ Իդեպ անցած տարվա մայր է ու ասենք շատ հզոր մեղվանտանիք է։ Անցած տարի լավ բերք է տվել այս մեղվանտանիքը։ Այս տասնյակ մեղվափետակների փոխարեն այն ժամանակ ընդամենը մեկն էր։ Դրանց թիվը բազմացավ այն պահից, երբ Յուրայի սերն էլ բազմապատկվեց մեղուների նկատմամբ։ Շատ պահելը հեշտ է։ Ինչքան շատ պահես, այնքան ոնց որ կորուստը աշկիդ չի երևում, բայց եթե քիչ է լինում, չէ՞, sense մի խոսք կա, ասում է մի մեղվանտանիք ունենալու դեպքում մի տխրիր, 100-ի ունենալու դեպքում մի ուրախացիր։ Մեղվաբուծությունը բիզնես դարձնելու նպատակով Հայաստան համահայկական հիմնադրամը Խաչարձանի մեղվապահներին 2 տարի անընդմեջ հատկացրել է փեթակներ։ Այդ ժամանակ ունեի 2 փեթակ, որ 5-ն էլ տվեցին, դառավ 7-ը ու տենց շարունակական դարձավ էլի ավելացրեցի։ Ավելացրեց ու հիմա 54 մեղվափեթակով կարողանում է ապահովել ընտանիքի կայուն եկամուտն ու հոգալ ծախսերը։ Ֆինանսապես շատ է օգնում, վաճառում ենք մեր կարիքների համար, ասենք ինչ որ մի խնդիր ենք լուծում, փառք մի բան կարողանում ենք ստեղծել այդ գումարով։ Մեղրը նույնպես վաճառվում է, այնպես չի որ չի վաճառում, չէ, ունենք, մեր գնորդները ունենք։ Մինչև մեղրը կհասնի գնորդին, կատարվում է երկար եւ ժամանակատար աշխատանք։ Գործը հատուկ ուշադրություն է պահանջում հատկապես մայիսին, երբ մեղվանտանիքները գտնվում են զարգացման շրջանում։ Հիմա այս գործողությունը կատարում ենք, որպեսզի մեղուն հզորացել է շրջանակի վրա լինի, եթե շրջանակ չավելացնենք, ձակ կտա ու ձակը ասենք կփախնի, էլի։ Մեղվաբուծությունը Յուրայի եւ մյուս բնակիչների համար դարձել է աշխատանք, որը նաեւ նրանց կապում է գյուղին։ Քանի դեռ գործ եւ եկամտի աղբյուր կա, այստեղ մնալու եւ նոր հնարավորություններ ստեղծելու մասին են մտածում։ Հիմնադրամը բարեկարգել է նաև Խաչարձանի մանկապարտեզը։ Լինելով համայնքի միակ նախակրթարանը, արդեն նորացված պայմաններում այն իր դռներն է բացել 20-ից ավելի երեխայի համար։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք մեր հաջորդ տեսանյութում։ Խաչարձանի մանուկներին համայնքի միակ մանկապարտեզն արդեն ընդունում է ավելի հարմարավետ եւ բարեկարգ պայմաններով։ Այն տարիներ առաջ վերանորոգել է Հայաստան համահայկական հիմնադրամը արգենտինահայ բարերարների աջակցությամբ։ Մանկապարտեզը իր բնույթով կոչվում է մոբայլ մանկապարտեզ։ Հիմնականում երբ փոքրիկները այստեղ խաղում են, զբաղվում են առավոտյան ժամը 9-ից մինչև կեսօրվա ժամը 1-ը։ Վարչական ղեկավարը կարևորում է հատկապես այն, որ նախակրթարանը երեխաներին ապահովում է որակյալ զբաղվածությամբ։ Ու հիմնականում մանկապարտեզում սովորում են նաև երեխաներն իրենց շփվել, խաղալ, նաև օտանավորներ, բանաստեղծություններ են սովորում, իսկ նախկինում հիմնականում մնում էին տանը եւ դպրոց հաճախելու ժամանակ սոցիալական դպրոցում էլ չէին մնում։ Նման պայմաններով կրթական հաստատություն ունենալը մեծ օժանդակություն էր նաև աշխատող ծնողների համար։ Ծնողները բերում են մանկապարտեզ, զբաղվում են իրենց առօրյա աշխատանքով։ Շատ հաճախ ծնողներ կան, որոնք որ աշխատում են կեսդրույթ այսպես սկզբունքով։ Այստեղ աշխատանքի նոր հնարավորություններ եւս ստեղծվել են։ Նախակրթարանի դաստիարակը պատմում է, որ մինչև այս երկար ժամանակ աշխատանքի փնտրտուքների մեջ է եղել։ Ուսումս ավարտելուց հետո ես աշխատանք փնտրում էի ու չէի կարողանում ինչ որ հաստատությունում հարմար աշխատանք գտնել։ Ու այդ ժամանակ, երբ 2019 թվականին վերանորոգվեց մեր մոբայլ շարժական մանկապարտեզը, մեր համայնքի ղեկավարը Գագիկ Շանազարյանը առաջարկեց աշխատանք։ Մանկապարտեզի վերանորոգումից հետո Հայաստան համահայկական հիմնադրամի հաջորդ ծրագիրն էր բարեկարգել բակը եւ խաղահրապարակ կառուցել երեխաների համար։ Արևիկ Դանիելյանը ասում է, սա երազանք էր մանուկների համար, ինչը նույնպես իրականություն դարձավ։ Այժմ կզրուցեմ Խաչարձանի համայնքապետարանի աշխատակից Քնարիկ Ավագյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Տիկին Ավագյան հիմնադրամը արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ երկար տարիներ Խաչարձան համայնքում համալիր միջոցառումներ է իրականացնում։ Կխնդրեմ ներկայացնեք միջ այս պահը ինչ ծրագրեր են իրականացվել։ Նախ ասեմ, որ Հայաստան համայնքական հիմնադրամի արգենտինահայ բարերարների հետ կապը մեր համայնքի հետ արդեն 10 տարուց ավել է։ Եվ այս 10 տարիների ընթացքում մի շարք կարևորագույն եւ շատ ծրագրեր են իրականացվել։ Հիմա փորձեմ ներկայացնել այն ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում իրականացվել են։ Առաջի ծրագիրը, որ իրականացվեց, դա 2014 թվականին համայնքի նոր բուժկետի շենքի կառուցումն է։ Իհարկե այդ վիճակից եւ նոր շենք ունենալը դա բոլորիս երազանքն էր, որպեսզի կարողանանք հենց բնակչության առաջին օգնությունը կարողանանք հենց համայնքում ցուցաբերել։ Դրանից հետո արդեն էլի նոր շարունակական ծրագրեր իրականացվեցին, դրանից հետո նոր դպրոցի շենքը վերակառուցվեց, նոր մարզադպրոց կառուցվեց, բացի դրանից նաև կենտրոնական փողոցը ասֆալտապատվեց մոտ 1 կիլոմետր երկարությամբ, խմելու ջրի ջրագծի արտաքին եւ ներքին ցանցը կառուցվեց, որի շնորհիվ այսօր մեր համայնքում բնակիչները 24-ժամյա ջրամատակարարում ունեն խմելու ջրի։ Դրանից հետո վերջին 2 տարիներում երկու խոշոր ծրագիր իրականացվեց, դա բնակիչներին անհատական արևային ջրատաքացուցիչներ տրամադրվեցին եւ ելի կարևորագույն խնդիրը, որ մեր համայնքում լուծեց, դա գիշերային լուսավորության համակարգի կառուցումն էր։ Բայց պետք է նշեմ, որ այս համալիր ծրագրերի հետ զուգահեռ նաև իրականացվում էին այնպիսի ծրագրեր, որոնք հենց ուղղված էին լինում կոնկրետ օրինակ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կամ ուսանողներին աջակցմանը։ Գյուղատնտեսության ոլորտում գյուղացիներին տրամադրվեցին անհատական ջերմատներ, մեղվափետակներ եւ 2014 թվականից մինչ օրս Խաչարձանի յուրաքանչյուր ուսանողի ուսման վարձավճարը փոխհատուցում է Հայաստան համայնքական հիմնադրամը։ Ես կուզեմ նաև արդյունավետությունից խոսենք։ Այս ծրագրերի իրականացումը ինչ փոխեց համայնքում եւ որքանով ազդեց բնակիչների կյանքի որակի վրա։ Շատ է փոխվել, նախ ասեմ, որ թե համայնքի կյանքը, թե բնակիչների կյանքը 180 աստիճանով փոխվել է։ Նախ ասեմ, որ մարդկանց առօրյա կենցաղը, նրանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել է էապես, եթե մենք համեմատենք նախկինում իրավիճակը եւ հիմա, էապես փոփոխություն է կատարվել։ Բացի դրանից եւ ամենակարևորը, որ մենք կարևորում ենք այդ ծրագրի արդյունավետությունը, դա նպաստեց համայնքից արտագաղթի նվազեցմանը, ինչը կարծում եմ դա այն ամենակարևոր արդյունավետությունն էր, որ մենք ունեցանք այդ համալիր ծրագրերի իրականացման արդյունքում։ Եթե նախկինում մարդիկ բնակիչները ծանր այդ կենցաղային հոգսերից ելնելով մտածում էին, որ պետք է ինչ-որ մի օր գյուղը լքեն գնան, այս տարիների ընթացքում մենք հասկացանք, որ այդ խնդիրը չունենք եւ հակառակը այդ ծրագրերը նաեւ պարտավորեցնող է հենց բնակիչների համար եւ ինչպես իրենք են նշում, մենք ում թողնենք այս ամենը ու գնանք, ոչ, եւ խաչարձանցիները բոլորը այսօր իրենց հողին կանգնած իրենց գյուղի շենացման եւ զարգացման գործում կանգնած են եւ հատկանշական է, որ հատկապես հենց երիտասարդները, եթե մենք հարցնենք արդյոք նրանք ուզում են գյուղը լքել, միանշանակ պատասխանը, որ ոչ, մենք մնում ենք մեր գյուղում եւ շենացնում ենք մեր գյուղը։ Կենսունակ համայնքներ ստեղծելու գաղափարը Հայաստան համայնքական հիմնադրամի համար առաջնային է։ Որքանով եք դուք կարևորում սահմանային հատկապես համայնքներում նման ծրագրերի իրականացումը։ Նախ ասեմ, որ սահմանային համայնքները մեր համար եւ կենսական նշանակության եւ ռազմավարական նշանակություն ունեցող համայնքներն են, առանց այն էլ սահմանային լինելով դա մեծ խնդիր է առաջացնում այն համայնքների հետ, ամենակարևորը դա անվտանգային խնդիրն է։ Եվ եթե մենք պատկերացնենք այդ անվտանգային խնդիրների նաեւ գումարվում է ծանր սոցիալ, տնտեսական եւ կենցաղային, կոմունիկացիոն կամ ենթակառուցվածքային խնդիրները, ապա այդտեղ ուղղակի եւ ապրելն է մի քիչ դժվարանում եւ էլի գալիս է նրան, որ մարդիկ սկսում են այդ բնակավայրերից էլի արտագաղթել եւ հիմնադրամը շատ կարեւոր շեշտադրում է արել հենց սահմանային համայնքների կենսունակ համայնքներ ունենալը, որովհետեւ այդ համայնքները մեր այսպես ասած վահանն են, մեր դարպասներն են, մեր երկրի եւ սա ոչ միայն հիմնադրամի, կոնկրետ հենց մեր պետության առաքելությունը պետք է լինի, որ մեր կենսունակ համայնքներ, հենց կոնկրետ սահմանային համայնքներից սկսած մենք պետք է ունենանք կենսունակ համայնքներ, որպեսզի ինչպես նշեցի, մենք մեր սահմաններ ամուր լինեն։
Եվ չարտագաղթեն իրենց բնակավայրից բնակիչները։ Այ ինչպիսին է վերաբերմունքը բնակիչների նման ծրագրերի նկատմամբ եւ արդյոք նրանք մասնակցությունը ունենում են նաեւ փուլերի, ծրագրերի իրականացման փուլերի։ Շատ մեծ ողջավորվածությամբ նախ նշեմ, որ այս ծրագրերը, որոնք իրականացվել են այս տարիների ընթացքում, կոնկրետ հենց համայնքի բնակիչները ներգրաված են եղել, ուղղակիորեն բոլոր այն շինարարական աշխատանքները, որով տարվել են, բնակիչները ներգրաված են եղել այդ աշխատանքներին, այսինքն բացի ծրագրի իրագործումից բացի հենց համայնքի բնակիչների համար տեղում ստեղծվել են աշխատատեղեր։ Եվ պատկերացնում եք, ինչպես նշեցի, 10 տարուց ավել այդ ծրագրերը իրականացվել են եւ մարդիկ ունեցել են աշխատատեղեր, բացի այդ հենց իրենք են այդ աշխատանքները տարել իրենց համայնքի համար եւ բնակիչները ներգրաված են ինչ առումով, որ շատ հաճախ իրենք են ինչ-որ մի խնդիր վերհանում եւ մեզ է ներկայացնում, հա, որ եւ այսպիսի հույսով ասում են, դե գիտենք հիմնադրամը հաստատ կանի, անգամ եթե մենք ասում ենք, բայց այդ ծրագիրը չկա, չեն կարող, ասում են, դե հիմնադրամ կներկայացնենք, հիմնադրամը կանի, այսինքն այդ վստահությունը եւ հույսը այս տարիների ընթացքում հիմնադրամը եւ մեր Արգենտինայի բարերարները այնպես են ձևավորել, որ մարդիկ անկախ իրենից իրենց հույսը հենց հիմնադրամի հետ են կապում եւ սա էլի ուղղակի թե անուղղակի կերպով էլի բնակչությունը հենց այդ ծրագրերին կապված է, ես ինչպես նշեցի, շատ հաճախ հենց իրենք են այդ առաջարկները ներկայացում հիմնախնդիրները, որոնք մենք ներկայացնում ենք թե հիմնադրամ, թե մեր բարերարների, որպեսզի կարողանանք լուծում առաջարկել։ Ինչպես նշեցիք, բնակիչները խնդիրներ են վերհանում, առաջարկներ են անում, հուսալով, որ հետագայում այս խնդիրները կլուծվեն։ Այս պահին ինչ մարտահրավերներ կան Խաչարձան համայնքում։ Այս տարիների ընթացքում կարևոր ենթակառուցվածքային եւ կոմունիկացիոն խնդիրները Խաչարձանում լուծվել, ինչքան է որ տարօրինակ է լինում, շատ հաճախ այլ համայնքներ անհավանական է, որովհետեւ շատ համայնքներ ու բարի նախանձով միշտ մեզ են նայում, ասում են անգամ 20-30 տարվա ընթացքում մեկ համայնքում այդքան ծրագիր չի իրականացվել, ինչքան այս 10 տարիների ընթացքում ձեր համայնքում, բայց այնուամենայնիվ գյուղական բնակավայրերում այնուամենայնիվ կա այն խնդիրները, եթե ինչքան է մենք փորձենք լուծել, հա գլոբալ միևնույն է այդ խնդիրները մնում են։ Կոնկրետ մեր համայնքի առումով մենք հիմա խնդիր ունենք ոռոգման ջրի ջրագծի խնդիր, որովհետև մեկ թաղամաս ապահովված է, բայց թաղամասեր կան, որ ոռոգման ջուրը չկա եւ ստիպված խմելու ջուրն են օգտագործում ոռոգման համար։ Եվ հետո պետության աջակցման ծրագրի միջոցով մենք կենտրոնական փողոցների տուֆապատում ենք իրականացել, բայց այնուամենայնիվ ճանապարհի մի հատված է մնացել մոտ 700 մետր, որ դա եւս էլի խնդիր է, հա, կոմունիկացիոն, տուֆապատում կամ ասֆալտապատում, բայց կցանկանամ նաեւ որ ծրագրեր իրականացվեն, ավելի շատ որ ուղղվեն դեպի գյուղատնտեսությանը, հա, մարդկանց այդ ոլորտը եւս նպաստեն գյուղում զարգացմանը կամ ինչու՞ չէ նաեւ այնպիսի ծրագրեր, որ մարդկանց կամ բիզնես առաջարկներին կամ իրենց մտահղացումներին ուղղված, այսինքն մարդիկ կարողանան իրենց ապրուստը վաստակեն, ուղղակի միայն հիմնադրամը, հա, ուղղակի այսպես խթանիչ ուժը հանդիսանա, որպեսզի այդ մարդիկ կարողանան արդեն իրենց գաղափարները իրագործեն։ Դուք նշեցիք այն խնդիրները, այն ծրագրերը, որոնք կցանկանայիք առաջիկայում իրագործվեին, բայց այս պահին ընթացիկ ինչ ծրագրեր են իրականացվում։ Այս պահին ընթացիկ արդեն վերջացել ենք, ինչպես նշեցի, մոտ մի քանի 2-3 ամիս առաջ արդեն գիշերային լուսավորության համակարգի կառուցումը դա եւս մեծ խնդիր էր համայնքում եւ այդ ծրագիրը մենք վերջացրեցինք եւ հիմա ընթացիկ ծրագիր ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումն է, ինչպես ես նշեցի, արդեն 10 տարուց եւ ավել Խաչարձան յուրաքանչյուր ուսանողի վարձավճարը Հայաստան համայնքական հիմնադրամն է փոխհատուցում։ Դեռ քննարկում եւ մտածում ենք նոր ծրագրերի գաղափարներ տալուն եւ հուսով եմ որ ապագայում էլի իրականացվեն։ Էլի կհամագործակցեք։ Շնորհակալություն անչափ։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր Խաչարձանի համայնքապետարանի աշխատակից Քնարիկ Ավագյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։